Ինչու է վարունգից գալիս երբեմն ձկան համ։ Այ շատ լավ հարց եք տվել, որին սիրով կուզեմ պատասխանել։ Տեսեք, օրինակ Հայաստանում ներքին արդյունաբերությունը շատ զարգացված չի։ Սկսենք այդտեղից։ Ու երբեմն ոռոգվում են ջրերով, որոնք որ ձկնաբուծական ֆերմաներին են պատկանում։ Լուրջ։ Այո։ Ինչ հետաքրքիր է, ես Հսկայական ձկնաբուծական ֆերմաներ կան, որոնք գեներացնում են ահավոր մեծ տոննաներով ջուր, իսկ այդ ջրի կորուստ չտալու համար օգտագործում են գյուղատնտեսության մեջ ջերմոցային մշակույթում։ Հետևաբար երբեմն այդ հոտը գալիս է։ Դրա համար ես խոսում եի նրա մասին, որ պետք է առողջ ջրով, իրականում ձուկը, որպես այդպեսին պարտացնում է, ուղղակի երբ որ փոքր տեղում շատ ձուկ է ապրում, արդեն ձկան հոտ է գալիս։ այդ դեպքում ինչի լոլիկից չի գալիս ձկան հոտը, չէ՞ որ նույն ջրով են ջրում։ Որովհետև լոլիկը բնավորություն ունի, իսկ վարունգը Լուրջ, ինչ բնավորություն։ ինքը իր վիտամինային կառուցվածքի պատճառով չի վերցնում համեր։ Իսկ անգամ վարունգը, եթե նկատել եք սառնանում դրած ինչ-որ պրոդուկտի կողքը, ինքը շուտ վերցնում է այդ հոտն ու համը։ Չէ, ես չեմ նկատել։ Ինքը ունի։ Իսկ լոլիկը գոռոզ է, հա։ Լոլիկը համեմատաբար գոռոզ է, այո։